Սիրելի ավադագիցներ, սիրելի հայրենիներ, ողջունենք ձեզ բոլորը Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով, նաև ողջունեմ բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICF-ն Get TV-ի միջոցով։ Միջայլոցսեմ ամեն շաբաթ ժամը 4-ին ICF-ն մեր պատկամը գդրվի եւ շաբթվան ընթացքին 3 անգամներ նույն պատկամը գգրտնվի։ Թող Աստված յուրաքանչյուրը տորտնե հավատքով բահե, առողջ բահե եւ վկայությամբ օրեշնորհե։ Ինչպես հայտարարած ենք, Պաշտամունքեն յետ կունենանք մեր դարեգան ժողովը։ Պիտի խնդրեմ հոսմնանք Պաշտամունքեն յետ կանթամներ, բացե, բարեկամներ, ազատ զգացեք եւ ապա հյուրասիրության գերտանք։ Եկող գերագի դերգամի կունենանք մեր Պաշտամունքը եւ նաեւ կունենանք արյան դվչություն եկեղեցու սրահեններս, ալաջաջի սրահեններս ժամը 9:02 հիշելով մեր նախայրերը փառք տալով այսօրվան եւ օգնելով ինգածիմը հիվանդիմը, որ գարիք ունի արյան։ Եվ ապա ունենք ապրիլ 24 երեկոյան մեր միության գազմագերբած ապրիլ 24-ի Պաշտամունքը քրիստոնեական առաքելություն եկեղեցու մեջ ժամը 7:30 ուրբաթ երեկոյան ժամը 7:30 իսկ հաջորդ օրը երդասարտները մեր միության երդասարտները եւ միությունը գազմագերբած են հատուկ երդասարտական ծրագիրը UACC-ի մեջ երեկոյան ժամը 7-ին որ նաեւ բաց է երդասարտներ, ծնողներ բոլորին անցադառնալով նաեւ հայոց եկեղեցու 180-ամյակի եւ ապա գունանանք մեր ընտանեկան համակումարը։ Պիտի խնդրեմ անպայման արձանագրվիկ մալամասություններու համար գրնակ դիմել Վահեին, Հրաչին այս ընտանեկան համակումարի գծով։ Հաջորդը գունանանք մայրերու օրվա նախաճաշ եւ մայրերու օրվա Պաշտամունքը ժամը 11-ին միացյալ է։ 9:30 նախաճաշ 11 մայրերորվա հատուկ Պաշտամունք եւ նույնը հունիս ամսվան մեջ հայրերորվա նախաճաշ եւ ապա Պաշտամունք։ Իսկ հոկտեմբեր ամսվան մեջ դերգամի կունենանք մեր դարեգան եւ այս բարակային 47-րդ ծրագիր ճաշկերույթ հիշելով եւ փառք տալով եկեղեցին համար։ Սերներ աղոթող եղեք եկեղեցին համար։ Աղոթող եղեք եկեղեցի ծրագիրներուն համար եւ թող դերը ինք փառավորվի իր եկեղեցիով։ Աստուծո սրբազան խոսքեն այսօր կգարտանք Հովանու ավետարան 20-րդ գլուխ 19-րդ համարեն սկսյալ մինչև վերջ։ Հետևինք Աստուծո խոսքին ուշադրությամբ եւ հավատքով։ Հովանու ավետարան 20-րդ գլուխ 19-րդ համարեն սկսյալ։ Նույն օրը մեկշաբթի երեկոյը աշակերտներուն հավաքված դերին թռները կոչեին։ Հրյաներեն վախնալուն համար։ Աշակերտները սենյակ մքաշված Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղ գայնեցավ ու ասավ անոնց խաղաղություն ցեզի։ Ասիկա ասելով իր ձեռքերն ու գողոցուց անոնց, աշակերտները դալ ուրախացան երբ դերը տեսան։ Հիսուս նորեն ասավ խաղաղություն ցեզի, ինչպես հայրը զիս ղրգեց, ես ալ ցեզ կղրգեմ։ Ասիկա ասելով անոնց վրա փչեց ու ասավ անոնց արեք Սուրբ Հոգին։ Որոնց մեղքերը որ թողուկ թողված է անոնց եւ որոնց մեղքերը որ յետ բռնեք բռնված է։ Բայց 12-ին մեկը
երկվորյակ ըսված Թովմաս, անոնց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Երբ մույս աշակերտները ըսին անոր թե դերը դեսանք, անա լսավ անոնց, եթե իր ձեռքերուն վրա փևերներուն նշանը չտեսնեմ, ու մադս փևերներուն դերը չխոթեմ, եւ իմ ձեռքս անոր գողը չխոթեմ, չեմ հավատար։ 8 օր հետո դարձյալ աշակերտները ներսն էին, Թովմասալ անոնց հետ եկավ Հիսուս։ Թեև դռները կոց էին ու գայնեցավ անոնց մեջտեղը եւ ըսավ խաղաղություն ցեզի։ Ետք ըսավ Թոմասին. մադդ հոսպեր եւ նայե իմ ձեռքերուս, ու պեր ձեռքդ, ու իմ գողս խոթե, ու մի ըլլար անհավատ հաբա հավատացյալ։ Եվ Թոմաս պատասխան տվավ ու ըսավ անոր. իմ դերս եւ իմ Աստվածս։ Հիսուս ըսավ անոր, որովհետև դու ինձ դեսար ադոր համար հավատացիր, եղանի անոնց, որ դեսած չեն ու կհավատան։ Երեսուներորդ համար Հիսուս շատ ուրիշ նշաններ ալավ իր աշակերտներուն առջև, որոնք այս կրկին վեճ գրված չեն։ Բայց ասոն գրվեցան, որբեսի հավատակ, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստուծո որդին, եւ որբեսի հավատալով կյանք ունենաք անոր անունովը։ Ամեն։ Սիրելի հավատագիցներ, անցնող գիրակի անցածարցանք դեր Հիսուսի հրաշափար հարության եւ գարտացված այս հատվածին մեջ կտեսնենք նույն օրվան իրիգունը։ Աշակերտները միասին հավաքված, կոց թուր եւ Հովհաննես ավետարանի շատ հստակ կերպով կնշե, թե անոնց հավաքվելուն պատճառը վախն է։ Վախ հրյաներ են, ինչ որին Հիսուսին գրնան նույնի իրենց ընել։ Եվ այս ինքնին հոգևոր վիճակ մնե։ Ջարդարապետական մանրամասնությունը չէ, սենյակին թուրը կոց է, հոգևոր վիճակը։ Քերեզմանը թափուր, քերեզմանը բարապ, բայց սենյակը լեցուն։ Լեցուն ոչ թե աշակերտներով, լեցուն վախով, շփոթությամբ, անորոշությամբ, ցավով, վիշտով։ Հարությունը պատահած էր, բայց դա գավին աշակերտներու ներաշխարհին մեջ չէր իրականացած։ Իրականության մեջ ուրիշ հետաքրքրական վիճակ կա։ Քարը քերեզմանեն կլորված էր ոչ թե որբեսի Հիսուս քերեզմանեն դուրս ելե, այլ որբեսի աշակերտները գարենային քերեզմանեն ներս նայել։ Սակայն հիմա հակառակ որ քերեզմանը բաց է, աշակերտները իրենք զիրենք սենյակեն ներս գկոցեն, գփագեն, գբահվին։ Անոնք իրենց սեփական փոքրիկ վախով լեցված քերեզմանները գգացուցեն կոց թռնելու յետին։ Ողջ են, բայց դակավին չեն ապրիր հարության ազատության մեջ։ Գիտեք, հավանաբար մեզ շատերս ալ գահասկնան այս զգացումը, գիտեն այս զգացումը։ Սուրբ Զատիկ կուքա, եւ մենք ցնծությամբ գերկենք Քրիստոս հարյավ։ Ալելույա։ Քրիստոս հարյավ։
Բայց երկուշաբթի օր արդեն վերադարձած գլանք մտահոգության, վիշտի, ամոթի, ցավի, հուսահատության, հուսախաբության եւ կամ աբակայի վախի կոծտերներու մեջ։ Թերևս մեր մտքով գիտենք հարության ճշմարտությունը, բայց հոգևորապես սկացականորեն դակավին գաբրինք այնպես գարձեք քարը երբեք կլորված չէ եւ Հիսուս դակավին քերեզմանին մեջն է։ Գիտեք, այս վիճակը գնմանի այն թրջունին, որ դարիներ վանտագին մեջ բահված է։ Եվ երբ վանտագին թուրը փանաս, թրջունը դակավին գմնա վանտագին մեջ անգյունը քաշված, դուրս ազատություն, բայց ինք կնախնձե քերության մեջ լալ այդ վանտագին մեջ։ Ներքին իր իրականությունն է այս։ Մենք ալ ցավ, գորուս, ցախողություն կունենանք, ետքը նույնը գնենք։ Մեր սրտին այդ բաժինները կկոծենք, կգարցենք, թե կպաշտպանվենք այդպես, բայց հաջող բարձրապես մենք մեզ կփանդարգենք այդ վախերուն մեջ, այդ մտահոգություններուն մեջ, այդ ցավերուն մեջ։ Ուրեմն եկեք անձնաքննությամբ հարցնենք. Ինչն է որ սրտի թուրը կոծ բահացես։ Այսինքն ինչն է որ բատմը ըրացես կյանքիդ մեջ։ Ինչ տեսակի վախ, վերք, ցավ, կամ ծանր կախնիկը սրդիդ մեջ լեցուցած ես, սրդիդ մեջ անգյունը լեցված եւ թուրը կոծած ես։ Այս հատվածին գեղեցկությունը սիրելիներ այն է, որ Հիսուս չսպասեր, որ աշակերտները թուրը փանան, որովհետեւ Հիսուս ներս մտնե։ Այդ վախով լեցուն սենյակին մեջ հանգարց Հիսուս աշակերտներուն մեջտեղ կգանքի եւ գսե խաղաղություն ցեզի։ Պատկերացրեք աշակերտը վախելով լեցված։ Հանգարց Հիսուս գուքա գսե խաղաղություն ցեզի։ Թուրը չի զարներ։ Չսպասեր մինչև որ անոնք բավական քաչ, զորավոր կամ հոգևորապես արժանի լան։ Բարձրապես գուկա իրենց մեջտեղ գիկենա։ Հետաքրքրական է նկատել, թե Հիսուս աշակերտներուն հետ այ բանելով չի խոսիր, որոնք զինք ցկեցին ու փախան։ Չայ բաներ սրենք։ Ամոթով, մեղացանքով չի խոսիր անոնց հետ։ Խոսակցությունը Հիսուսի գսկսի խաղաղությամբ։ Եվ այս տեսակի խաղաղությունը ավելի դարբեր է, քան թե գրիվի կամ հագամարտությամը բացակայութեն է։ Հիսուսի խաղաղությունը ամբողջական խաղաղություն է սրելն է։ Ամբողջական խաղաղություն։ Եբրայերենով շալոմն է, հունարենով էյրեն է։ Խաղաղությունը, որ գվերագանքն է, գպժշկե եւ գոծած սիրտը դարձյալ գմիացնե Աստուծո ներկայության մեջ։ Եվ յետք կգրեստենք Հիսուս նույնքան կարևոր բան մգնե։ Ցույց կտա ցերկերը։ Ցույց կտա գողը։ Եվ ինչ կնկատենք։ Դեր Հիսուս դակավին սպիներ կգրե, հոնուր որ կանված է, վերքերուն դեղերը կան։ Եվ այս շատ խոր նշանակություն ունի։ Իր փարավորյալ մարմնով Հիսուս շատ թրությամբ գրնար բادرուն մեջ են անցնիլ, բայց դակավին կգրե խաչին վերքերը։ Թռները կոց Հիսուս անոնց մեջտեղ ելավ։
բայց դա գավին վերքել հոն է։ Ինչու՞։ Որովհետև հարությունը խաչը չի ճնչեր, այլ գերբարանափոխ է։ Սպիները գմնան ոչ թե իբրև բարդության նշան, այլ իբրև սիրո հաղթանակի վկայություն։ Իրականության մեջ Հիսուսի այդ սպիները իր մարդեղության ապացույցն են, զոհաբերության վկայությունը։ Անոնք իր սիրո ինքնության նշաններն են, վկայակիրն են։ Այսինքն ցևով այդ վերքերը Հիսուսի իր սիրուին այդին է։ Հիսուսի այդին այդ վերքերն են, խաչին հետքերն են, որ սիրո այդին է։ Եվ հավիտյան կհայտարարեն, որ այս է, որ չարչարվեցավ, խաչվեցավ եւ զիս եւ քեզ մինչեւ վերջ սիրեց։ Եվ իրականության մեջ առանց ցավ գրելու փրկիչը պիտի չգարենար ամբողջությամբ ծառայել դարաբող չարչարվող աշխարհի մը։ Եվ այսօր հարուցյալ Քրիստոս դա գավին սպիներ կգրե եւ գսե ինձ եւ քեզի, որ ես հերու չեմ ցավեն, ես ձեր ցավին մեջն եմ, բայց հաղթած եմ ցավին, փրկակորձած եմ ցավը։ Ճապոնական քինցուկի արվեստ մը կա։ Եվ ճապոնական այս արվեստը դեպիալն է։ Գոտրած հաղճաբագին գնորոքեն ոսկյա չնարգովմը։ Այսինքն հատուկ հյութմն է, որ գփայլեցնե։ Ջերքերը չեն ծածկեր, ջակերը չեն ծածկեր, գնդկձեն ուշադրություն կդարձնեն։ Եվ այս գոդրված արարգան գեղեցիկ կդառնա ոչ թե որովհետև երբեք չէր գոդրված, այլ որովհետև վերագանքնվեցավ։ Այս է սրելն է, որ հարուցյալ Քրիստոս մեզի ցույց կտա։ Իր ունեցած վերքերը բարապ չեն։ Սպիները ամոթի աղբյուր չեն։ Անոնք կրնան շնորհքի վկայություն դառնալ։ Այսօր մարդը առած ամեն չանք կթափե, որբեսի Աստուծո առջև, ուրիշներուն առջև իր անձը գեղեցկացած ներկայանա։ Բայց դեռ Հիսուս իր վերքերը, սպիները բացահայտ կերպով ցույց կտա։ Եվ կսորվեցնե ուրեմն, որ երբեմն այն դեղերը, որ մենք ամենեն շատ խորաբես դարաբած ենք, գրնան այդ դեղերեն Հիսուսի շնորհքի լույսը ավելի բայցարությամբ շողա։ Եվ հանգարց հիմա խնդիր մը գծակի այս պատմության մեջ։ Հովանես Ավետարանիչ մեր ուշադրությունը կդարձնե Թովմաս անունով անձիմը։ Եվ պատմությունը Թովմասը գիշե որպես գասկածող Թովմաս։ Եվ գիտեք, շատ հաճախ մենք ալ գտանք գործածել ասի։ Մեկ եթե բանիմը գասկածի գսենք, ինչ գասկածող Թովմաս ես։ Բայց այս անվանումը գրնա քիչ մոլորեցնել։ Բայց իրականության մեջ ամենեն անգերց անձը այս սենյակին մեջ Թովմասն է։ Ինչու։ Թովմաս ավելի բամը չէր ուզեր։ Հավելյալ բամը չէր խնդրեր, որ մույս աշակերտները արդեն ստացած էին։ Անոնք Հիսուսը տեսան եւ հավատացին։ Ուրեմն Թոմաս բարձաբես նույն հանդիպումը գուզեր։ Այսինքն ցևով second hand չուզեր լսել, first hand գուզեր լսել։
Գուզե ուղղակի ինքը տեսնել, ինքը այդ փորձառությունը ունենալ։ Չուզեր հավատքը փոխարնել։ Գուզեր որ ինք անցամ ճանչնահարուսյալ Քրիստոս։ Եվ գիտեք, իրականության մեջ Թոմաս մեզ շատերու շատ մոտ է։ Թոմասի անունը երբ գարտացինք երկվորյակ Թովմաս կսե։ Երկվորյակը եկեղեցական ավանդական պատմության մեջ հաճախ նկատի արդված է մարդը առածը։ Այսինքն Թովմասի այդ երկվորյակ երկրորդ բաժինը մեծ վերականչուրից կյանքին մեջ կա։ Մեծ վերականչուրից կյանքին մեջ երկրորդ Թովմաս մը կա։ Եվ այն է, որ մեջտեղ գել է։ Եվ այդ մասը բայկարն է։ Այդ մասը գհարցնե, գդադամսի, գբայկարի, գուզե վստահություն, գուզե ճշմարտություն։ Եվ Թոմաս ճշմարտության համար բայկարեցավ։ Գուզեր գիտնալ ճշմարտությունը։ Գասկածը հավատքին հագարակը չէ սիրելիներ։ Անդարբերությունն է հավատքին հագարակը։ Եվ Թոմաս կսե, եթե չտեսնեմ, եթե չթփչիմ, չեմ հավատար։ Հետաքրքրական է։ Հիսուս եւ Հիսուսի շնորհքը գվերաթարնա Հիսուս Թովմասին։ Մեկ շաբաթի հետ։ Հետաքրքրական է այդ մեկ շաբթվան մեջ արդյոք Թովմասի կյանքը ինչպես եղավ։ Չարցանակված։ Հիսուս կուկա եւ այս անգամ Թովմաս հոն է։ Հիսուս կհանդիպի Թովմասի գասկածին մեջ։ Չի վիրավորեր Թովմասին։ Չի նվաստացներ Թովմասը։ Չի ծաղրեր Թովմասի բայկարը։ Հիսուս գարձես ծևով մգսե Թովմաս լսեցի քու խոսքերդ, քու գասկածներդ ինձի պեր, քու հարցումներդ ինձի պեր, քու վիրավոր սիրտդ ինձի պեր, քու նեղությունդ ինձի պեր, քու հարցումներդ ինձի պեր։ Դեր Հիսուս համբերող։ Եվ դեր Հիսուս գարդոնե Թովմասին եւ գոկնե որ գասկածեն անցնի խոնարհության, խոստովանության։ Եվ Թոմաս Աստվածաշունչին մեջ ամենեն մեծ հայտարարություններն վկայություններն մեկը գնե։ Իմ դերս եւ իմ Աստվածս։ Այս ուղղությամբ է որ գրնա առաջնորդվել անգերց գասկածը եւ զայն Քրիստոսի ներկայության արժեվ տրվի։ Ոչ թե հավատքեն հերու, խոր հավատքի մեջ։ Եվ ապա դեր Հիսուս օրդություն մգնե։ Եվ գսե Երանի անոնց որ դեսած չեն ու գհավատան։ Իրականության մեջ միակ երանելին է Հովանու ավետարանին մեջ։ Միակն է։ Եվ այս խոսքը ուղղված է ինձ եւ քեզի։ Ուղղված է մեզ մերականչուրին, որովհետեւ մենք հարութենեն յետք եկող սերունդն ենք։ Մենք ֆիզիկապես այդ վերնադան մեջ չէինք, մենք այդ սենյակին մեջ չէինք, բայց Աստվածաշունչի վկայությամբ, Սուրբ Հոգի ներգործությամբ մենք միևնույն Քրիստոսը կճանչնանք։ Ուրեմն դեր Հիսուսի այս օրհնությունը կհանգչի բոլոր անոնց, որոնք այսօր դված Աստծո դված վկայության միջոցով կվստահին իրեն։ Եվ հանգարց դեր Հիսուս առաքելության գոչ կնե։ Գահանտարդեցնե աշակերտները, գվերագանքնե Թովմաս եւ առաքելության կգանչե։ Ինչպես հայրը զիս ղրգեց, ես ալ ցեզ կղրգեմ։ Հետաքրքրական է, վախով բահվդած աշակերտները սենյակին անգյունը քաշված։ Գվերածվին առաքյալներ, ղրգված մարդոց։ Եվ ապա Հիսուս կսե անոնց վրա գփչե
եւ գսե արեք Սուրբ Հոգին։ Եվ այս ինքնին գհիշեցնե մեզ ծննդոց գիրք, երբ Աստված գենթանության շունչ փչեց մարդարածին։ Եվ նաև գհիշենք Եզեկիել մարգարեություն 37-րդ գլուխում Աստված գենթանության շունչ փչեց մեռած ոսկորներում։ Ուրեմն հարությունը միայն հաղթանակ չէ, այլ նոր ստեղծագործություն, նոր արարչություն։ Առաջին արարչությունը սկսավ Աստուծո կողմէ հողին մեջ կյանք փչելով, ֆիզիկական կյանք։ Նոր արարչությունը հարուցյալ Քրիստոսի կողմէ իր եկեղեցին հոգևոր կյանք փչել։ Մեկ հատ ֆիզիկական կյանք, մեկ հատ հոգևոր կյանք։ Հետաքրքրական է սիրելիներ, թե Հիսուս նախքան աշակերտներուն ղրգել, գլեցնե, գհանցնարե, գզորացնե եւ ետքը գղրգե։ Գիտեք, օտանավով եւ ճամփորդեք, սկիզբը գսեմ, որ սխալ բան եթե բադայի օքսիգենի մասկ պետք է թխվի։ Սոնախ անցը պետք է այդ մասկը տնե, որպես ետքը գարնա օգնել ուրիշին։ Եթե Սուրբ Հոգին զորությունը, ներկոզությունը չունենանք, չենք կրնար հույս տալ հուսահատ աշխարհին։ Նախ մենք պետք է լեցված լանք եւ ապա կարենանք հասնել հոնուր որ գարիք կա։ Ինչպես հայրը զիս ղրգեց, ես ալցես կղրգեմ։ Բայց ինչպես հայրը Հիսուս ղրգեց, խոնարհությամբ մսուրին մեջ, ծառայությամբ Ղենչագին անցերոցին միջոցով զոհողությամբ խաչին վրա, այսինքն խոնարհություն, ծառայություն, զոհողությամբ վկայություն։ Եկեղեցին գանչված է նույն հոգիով ղրգվի, ոչ թե դիրաբեդելու, այլ սիրելու, ոչ թե իր հանգիստը բահելու, այլ վգայելու։ Այս է հավատացյալին գանչը։ Սիրելիներ, եկեղեցին կնմանի Փարոսիմը։ Եվ Փարոսին նպատակը միայն եզերքը գեղեցիկորեն գենալ չէ։ Նավերը փոթորիկին մեջ են առաջնորդել։ Աշակերտներ, հավատացյալներ կանչված են ոչ թե բահվդած մնալու։ Դեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունը դրված չէ, որպեսզի մենք անձնական մխիթարություն, հույս եւ խաղաղություն միան ունենանք։ Եվ մեծակույն փորձությունն այս է. ես կհավատամ ինձ ինչ ուրիշը։ Ես ընդունած եմ դեր Հիսուս Քրիստոս, կարևոր չէ ինձ թրացիս ինչ վիճակի է։ Ասիկա անձնական հոգևոր անձնասիրություն է։ Դեր Հիսուսի խաղաղությունը դրված է, որպեսզի քաջությամբ անոր վկաները դառնանք։ Ես ագացնենք։ Գարտացինք Ավետարանի չգսե այս բաները կրվեցան, որպեսզի հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է։ Սիրելիներ, այս հատվածը մեզ մեր յուրաքանչյուրս կգանչե եւ կհրավիրե հետեւյալ շարժումին։ Փակ դռներեն դեպի բաց սրտեր, վախերեն դեպի խաղաղություն, վերքերեն դեպի բժշկություն, գասկածներեն դեպի խոստովանություն եւ բահվդելեն դեպի առաքելություն։ Ուրեմն միայն անցնող գերագին համար չէր, որ Հիսուս հարություն արավ։ Այսօր ալ հարուցյալ փրկիչ է։ Եվ խոստագավին կհիշեցնե մեզի, որ Հիսուս հարուցյալ փրկիչ է։ Այսօր եւս։ Ուրեմն սիրելի քույրեր, եղբայրներ, խնդրեցեք դեր Հիսուսե, որ մտնե ձեր սրտին կոց եւ մութ սենյակները։ Խնդրեցեք, որ խաղաղություն բերե հոնուր, որ վախ կա։
Հավատ քոնուր որ գասկած կա, առաքելություն հոնուր որ մինչև հիմա կոյադևում կա, հիշենք և միշտ հիշենք, քերեզմանը բաց է, Սուրբ Հոգին դրված է, դռները այլևս պետք չէ փակ մնան, և այս Սուրբ Հոգի զորությամբ օրհնաբեր ծառայություն և վկայություն ամեն մեկուս իր եկեղեցին իր փառքին համար, ամեն։ Մեր ձեռոց սորվեցած աղոթքը միասնաբար ոտքի վրա գաղոթենք։ Զիքոյ է արքայություն, զորություն և փառք Հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ Հավիտյանս, ամեն։